Հայրը դստերը տանում է իր հետ որսի, սակայն աղջկա թիկունքում հայրը դանդաղ շրջում է հրացանն ու նշան բռնում նրա գլխին։ Ընդամենը մի քանի օր առաջ Թելման ցանկանում էր գրկել իր նորածին եղբորը, բայց մայրը նրան ասաց, որ հեռանա։ Այն ժամանակվանից ի վեր, ինչ Թելմայի եղբայրը ծնվել է, մայրն այլևս հազվադեպ է հոգ տանում նրա մասին։ Եղբոր լացն ավելի ու ավելի էր բարձրանում։ Թելման ստիպված էր փակել աչքերը եւ ձևացնել, թե չի լսում նրան, բայց հաջորդ պահին լացն իսկույն դադարեց։ Նրա եղբայրն անհետացավ հենց այնպես, օդի մեջ։ Երբ մայրն իմացավ այդ մասին, հարցրեց նրան, թե որտեղ է եղբայրը։ Թելման որտեղից իմանար։ Նա շփոթված էր եւ նայեց բազմոցին։ Լացի ձայնը հանկարծակի նորից հնչեց։ Մայրը մոտեցավ նրան եւ զարմանալի չէ, որ տեսավ բազմոցի տակ խցկված որդուն։ Այնուհետև ամուսինները միասին տանջվում էին եւ միևնույն ժամանակ նախատինքով լի հայացքով նայում Թելմային։ Բայց մի օր, երբ մայրը լողացնում էր եղբորը, շրջվեց սրբիչ վերցնելու, իսկ երբ հետ դարձավ, տեսավ, որ որդին չկա լոգարանում։ Դա իսկույն արթնացրեց Թելմային, բայց նա պարզեց, որ ոչինչ չգիտի։ Մայրը խուզարկեց նրանց զգեստապահարանը, սակայն Թելման հանկարծ նայեց պատուհանից դուրս։ Այնուհետև նա հորը տարավ գետի մոտ, մատնացույց անելով գետի մեջ տեղը։ Հայրը խելակորույս վազեց դեպի գետը եւ հուսահատվեց։ Նա տեսավ իր որդուն, ծառած սառույցի հաստ շերտի տակ։ Որդին չէր շնչում։ Երբ մայրն իմացավ այդ մասին, կամրջից ցած նետվեց, կարծես մեռած լիներ։ Թեև չմահացավ, բայց մնաց ցմահ հաշմանդամ։ Մեծանալով, Թելման այս ամենից ոչ մի հիշողություն չուներ։ Նա պարզապես կարծում էր, թե ծնողներն իր հանդեպ շատ խիստ են եղել։ Նույնիսկ երբ նա քոլեջում էր սովորում, նրանք դեռ ամեն օր զանգահարում էին նրան, հարցնելով, թե ինչ է անում։ Նրան թույլ չէր տրվում խմել կամ ուշանալ, բայց մի օր, երբ նա սովորում էր գրադարանում, մի տարօրինակ բան պատահեց։ Մի թռչուն բախվեց ուղիղ պատուհանին։ Թելմայի ձեռքն անվերահսկելիորեն ցնցվեց, ապա նաև մարմինը։ Նա ընկավ հատակին եւ սկսեց ամբողջ մարմնով ցնցվել։ Հաջորդ օրը, երբ նա մյուզիկլ էր դիտում, Թելմայի մոտ ամեն ինչ նորից սկսվեց մատների թրթռոցով։ Դահլիճի հսկայական ջահը նույնպես սկսեց ցնցվել։ Թելման տեսավ այս ամենը եւ փախավ, բայց ցնցումները կարող են պատահել ցանկացած ժամանակ։ Օրինակ, լողալու ընթացքում նա հանկարծ ցնցումների մեջ ընկավ եւ խեղդվեց ավազանում։ Բայց դա երկար չտևեց։ Երբ Թելման լողում էր այնտեղ, ջրի մակերեսին մի պատ հայտնվեց, եւ նա չկարողացավ հրելով անցնել դրա միջով։ Նա չգիտեր, թե որն էր խնդիրը։ Թելման շտապեց հիվանդանոց, հետազոտության։ Բժիշկները պարզեցին, որ ըստ հիվանդության պատմության, նա 6 տարեկանում նոպա է ունեցել, ինչի պատճառով նրան ուժեղ հանգստացնողներ են տվել։ Թելման սրա մասին ոչինչ չէր հիշում, իսկ ծնողները նույնպես երբեք չէին հիշատակել այդ մասին։ Նրա ուղեղի տատանումները ստուգելու համար բժիշկները Թելմային մենակ թողեցին սենյակում։ Նրա ուղեղը խթանվում էր զրույցի միջոցով։ Երբ հարցրին դպրոցի իր միակ լավագույն ընկերուհու մասին, Թելման սկսեց ծանր շնչել։ Նրա մտքում պատկերվեց, թե ինչպես է իր լավագույն ընկերուհին մոտենում պատուհանին, եւ ապա նա ուժգին ցնցումների մեջ ընկավ։ Բուժման ավարտից հետո նա վերցրեց կաթը, մի կում անելու եւ հանկարծ մի քանի կաթիլ կարմիր հեղուկ կաթեց բաժակի մեջ։ Թելմայի քթից արյուն հոսեց։ Սակայն տատանվող գրաֆիկը ցույց տվեց, որ նոպայի ժամանակ ուղեղի ալիքները շատ բարձր չէին։ Սա նշանակում է, որ նա էպիլեպսիա չուներ։ Հնարավոր է ցնցումները առաջացել էին հոգեբանական խնդիրներից։ Բացի այդ, Թելման ուներ հոգեկան հիվանդությամբ տառապող տատիկ։ Մայրն ու հայրն ասել էին, որ նա մահացել է, բայց բժիշկն ասաց, որ նա գտնվում է ոչ հեռու գտնվող խնամքի տանը։ Թելման շտապեց խնամքի տուն եւ բուժանձնակազմից տեղեկացավ, որ տատիկը հաճախ կարծում է, թե կարող է կառավարել ամեն ինչ։ Նրան կանգնեցնելու համար Թելմայի հայրն այնքան էր մեծացրել դեղերի ազդեցությունը, որ տատիկն այժմ զառանցանքի մեջ է եւ չի կարողանում ոչ մեկին ճանաչել։ Որն է այստեղ թաքնված գաղտնիքը։ Մի աղջիկ տանը տարօրինակ ձայն լսեց։ Հենց պատրաստվում էր շրջվել, նրա թիկունքում գտնվող ապակե պատուհանը հանկարծ պայթեց եւ արագ ներս քաշեց նրան, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Այն պահից ի վեր, երբ այս պատկերները հայտնվեցին Թելմայի մտքում, թվում էր, թե նրա լավագույն ընկերուհուն իսկապես ներս էին քաշել։ Նա այլևս չէր կարողանում կապ հաստատել նրա հետ։ Մտահոգված, նա գնաց իր լավագույն ընկերուհու տուն։ Երբ ներս մտավ, հատակին շորեր տեսավ, իսկ պատուհանն անվնաս էր։ Թելման ապշել էր այդ տեսարանից։ Ապակու մեջտեղում մազի մի փունջ էր խրված։ Դա այն էր, ինչ նա կարծում էր, իր գլխում եղած ամեն ինչ իրականություն էր դառնում։ Խուճապի մատնված, նա զանգահարեց ծնողներին։ Նրան արագ վերցրին եւ տուն բերեցին։
Ծնողները հանգստացնում էին նրան, որ չվախենա, եւ ասացին, որ թեյ խմի։ Շատ չանցավ, նա իրեն շատ թույլ զգաց, ընկավ սեղանի վրա եւ քնեց։ Պարզվեց, որ հայրը դեղ էր լցրել թեյի մեջ, քանի որ աղջիկն ուներ խորհրդավոր ուժեր, ինչպես իր տատիկը։ Այն ամենը, ինչ նա մտածում էր, կարող էր իրականություն դառնալ։ Բայց Թելման չի կարողանում վերահսկել դա, եւ հենց դա է էպիլեպսիայի պատճառը։ Այդ պատճառով ծնողները նրան տնային կալանքի տակ վերցրին։ Ամեն օր արթնանալիս նա ստիպված էր լինում մեծ քանակությամբ վալիում ընդունել։ Հայրը ստիպում էր նրան բարձրացնել լեզուն, տեսնելու, թե արդյոք դա կեղծ չէ։ Նա ամբողջ օրը աղոթում էր պատի մոտ, ամեն օր հսկում էր նրան, նույնիսկ հայրն էր օգնում նրան լողանալիս։ Թելման վախենում էր, որ կդառնա իր տատիկի նման, բայց հայրը չէր ցանկանում բաց թողնել նրան։ Ինչպես սովորաբար, նա ընդունեց իր դեղորայքը, բայց երբ Թելման քնեց, նրա ուղեղը խառնվեց։ Միևնույն ժամանակ հայրը ծովում տեսավ գլխավերևում պտտվող թռչունների երամ, իսկ երբ ավելի ներքև նայեց, երկու ձեռքերն էլ հրթեհված էին, եւ կրակը շուտով տարածվեց նրա ամբողջ մարմնով։ Իր կյանքը փրկելու համար նա ստիպված եղավ նախ ցատկել ծովը, բայց հենց որ գլուխը հանեց ջրից, նրա մարմինը շուտով նորից բռնկվեց կրակով։ Հայրը հանձնվեց, որովհետև այլևս չէր կարողանում դիմանալ, ապա ընդմիշտ սուզվեց ծովի հատակը։ Այդ պահին Թելման նույնպես արթնացավ իր երազից։ Նա եկավ ափ, տեսավ դատարկ նավը, ապա ցատկեց ծովը եւ սկսեց լողալ դեպի խորքերը, բայց երբ արթնացավ, նավը վերադարձել էր ափ։ Թելման բերանից մի սև թռչուն հանեց։ Նա գիտեր, որ միայն ինքը կարող է վերահսկել իր ուժերը։ Նա վերադարձավ տուն, ձեռքով մեղմորեն շոյեց մոր հաշմանդամ ոտքը, ապա ծրագրեց հեռանալ։ Նրա թիկունքում մայրը հրեց իր անվասայլակը եւ փորձեց հասնել նրան, բայց հանկարծ զգաց, որ կանգնած է սեփական ոտքերի վրա։ Թելման վերջապես փախավ տնից։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք սեղ 1 հավանել կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։